Արցախյան զրույցները շարունակվում են բարի առավոտ ծրագրի ընթացքում, խոսելով բարբառով ամեն մին հյուրին հետ, մի հատ բառենք թեզասվերում, ամեն մին հյուրին հետ մտովի տեղափոխվում ենք Արցախ եւ ամեն մի հյուրին հետ սվերում ենք հունց կարելի է կյանքը շարունակած, որովհետեւ մարդիկ ուղակի օզում չեն իրենց կյանքը անցկացին, այլ օզում են եւ այն մասնագիտությունը հինչավեր Արցախը մնել այլ զբաղվելիս ու գործունելիս, նաեւ Մայր Հայաստանում այդ գործունեությունը շարունակի, նաեւ շատ դեպքերանում վեր նոր մասնագիտություն ցերկ բերում մեր հյուրը յուրան մասնագիտական ճանապարհն է շարունակում ստեղ տաղավարում սոր հյուրընկալան ենք Focus Studio-ի հիմնադիր Տիգրան Պետրոսյանին Տիգրան Պարլույս Դե Focus Studio-ն կոնկրետ Արցախի հատվածի հետի ներկայացնելին գիտում թատի շատ կարիք չկա, որովհետև տարիներ շարունակ մարդիկ ճինեն չայլեն Focus Studio-ին, իհարկե նաև քեզ են ճինեն չայլ Focus Studio-ում, այլ մարդիկ էլ նելայել որպես հիմնադիր ու այնքան լավ էր Focus-ը իրան գործունեությամբ գրեթե բոլորի ընտանիքը տոնը նիա մտալ։ Դե վերջ հարցը լուծված է։ Վերնի ես մտնում տոն արդեն տրմս այդ ընտանիքի անդամ։ Նա խոզում տեսնամ հիշկա չկա, հունցս ինչ սանում, ինչ թողում։ Դի մեր Ղարաբաղսկի տարածված հարցեր ան։ Ղարաբաղ ցուցած յոլայնքին ամլի։ Յոլայնքին։ Մի պեն տրնում է։ Տրնում է, հա։ Առաջին կուպետամ առաջիկին։ Դե ցիգո գիտում վեր ֆոկուսը իրան գործունեությունը ստե վերականգնալա, մի հատ ոզում հենց այդ կետից սկսենք, Երևան հունցա որոշվալ վեր նորից ստուդիան պիտի վերաբացվի, ինչ կազմավ ու ինչքան ժամանակ ալալ քեզ պետք վերկյաս այդ որոշմանը վեր պիտի այդ քայլինքին ասես։ Դա առաջի օրվանից վեր դուսünk եկալ արդեն տեղափոխված է, որոշումը կայացval վեր պարտադիր պիտի շարունակենք մեր գործը։ Դուզն ասած սկսալ ենք արդեն մած գործունող դա կա Փիշ չի նորմալ առաջին կամ նույն սաստավն ընդհանուր էլի համալրվում ենք մեր տղորցավ առաջինքին ամլի գործընթացը Դե Արցախում այդ ծեր ընթացի գործերին ֆոկուսին ծրագրերին զուգահեռ նաև գիտում վեր շատ ակտիվ համագործակցության մեջ քլալ հայաստանյան մասնագետներին հետ վերկյալիս նելալ Ստեփանակերտ համագործակցելիս քլալ շատ դեպքում նաև ֆոկուսն ալալ կյալիս Երևան ինչ վեր նկարահանումներ բեն անելիս ուզում տեսնամ այդ համագործակցությունը այդ ծանոթությունը այդ ամեն ինչը մենք պահպանվալ առաջի օրվանից վեր եկալանք մեր գործընկերներն մեր հնգերունքը ընդունալն լավ դիմավորալն տղվարալն մեր ոլորտի մեջին որի հետ շատ շնորհակալ եմ իրանց ընդհանուր համագործակցությունը միշտ լավ մասնագետներին հետ դու գիտում ես վեմուկ միշտ լավ մասնագետներին հետ տեղընկլալ Ես տեսնաս դու գյումս վեմուկ լավ մասնագետ չէ լավ մասնագետներին հետ միշտ էլ տեղընկլալ շարժվելիս ընկլալ միշտ իրանցն հետ ընդհանուր նորմալ պրոյեկտ շարունակում։ Հա, լավ է, շնորհակալ ենք այնա գործը կարելի։ Իսկ ինչ-որ կազմի խմբագրում, այսինքն համալրում, ստեղ այս ամեն ինչը, էլի նույն մոտ, որտե ֆոկուսը մոտ թիմավալ է։ Ստեղ մի պատար խնդիրը ուրիշ ձևի է, ասինք այնտեղ մենք իլալ ենք մի հատ սաստավ վերևեր, պարտադիր այդ սաստավն է, չէ՞, լավ գործունելիս, բայց մենք ստեղ մի պատար ձևաչափը փոխված, ասինք կարող է դու սոր գործանիս այս սաստավին հետ, կարող դու գործանիս այս մի սաստավին հետ, այսինքն դաշտը այնքան մծավ է կարիս համագործակցելով գործը տարաշ տանես, առանց համագործակցելով կարել չսվեշին բենանես։ Իսկ մեր նկարահանող խումբը, մեր արցախցի օպերատորները, վիդեո օպերատորները հուվեր վերցնეთ մենք միասին գործանում Ոզում տեսնամ այս պահին հայաստանյան շուկայում ինչ-որ խնդիրների առաջ են կանգնում կամ առհասարակ ինչ-որ խնդիրներ կա, որ դժվար հաղթահարելի է։ Ընդհանուր դաշտ ավելի է պեցվալ, ու Ղարաբաղ ասենք մի քիչ սահմանափակումներ այլալ, չէ, ասենք վեճ տեխնիկական այլալ, ասենք սվերիս վեճ օպերատորական production-ը չլավ է համագործակցություն, շատ հեռուստատեսություններ չլավ է համագործակցություն։ Ստե դաշտը մծա իրանց տեղը վճարը մնամենը ու նորմալ է, բացի դրանից էլ վեր մինչև 20 թվականի պատերազմից հետո մեր մի քանի հոգի մեր տողորցան մնացածն դաստեղ իրանց գործը շարունակելի, կրթվելի իրանք մեհենգել են ավելի միացալ մզ, վավշե ենք ուժղացալ մեր տղեկը նոր հորիզոնների քսնում։ Հա, լավ է, մեր այն
ջահիլ լավ իդեյացավ տղեկը լնելա նորից մզնա հետ Ամեն դեպքում ինքը ծառայությունների մատուցման ոլորտ է եւ այդ ծառայությունների մատուցումը իհարկե չպիտի մենակ սահմանափակվի Արցախյան դաշտի մասով եւ նաեւ ստե գիտակցում վեր ժամանակ է պետք տեղում ճանաչելու եւ պահանջարկը շտնալի։ Հիմա ուզում տեսնամ այս վերջի մի տարվա մեջ վեր գործ ընկանում, հունցս գնահատում դու ստուդիայի աշխատանքը, ոչ թե դու որպես օպերատոր կամ այ որպես հիմնադիր ստուդիայի աշխատանքը, ընթացքը լավատեմպերի հունց այսինքն շուկան հայաստանյան շուկան կարում ենք նիմտնենք արդեն Ստիասի նոյեմբեր ամսից 2023 թվականի նոյեմբերից արդեն մի հատ մեծ համագործակցության առաջարկ ենք ստացալ Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկի հետ որի համար էլի շնորհակալ ենք վեր մեզ ձեռքն մեկնալ մեր գործընկերներ մեր ընկերունքը այս պահին անում ենք մեծ պրոյեկտ երկու հատ պրոյեկտ Վերի մեր էլի ընդհանուր պայմանը այն այլ իրանց կողմից վեր պիտի տայինի մենակ արցախցիներով մեր թիմն է ընդհանուր էլի այդ պրոյեկտը անում ընդհանուր լավ Հիմա մի հատ շատ կարևոր հարց Ինչ է այդ պայմանը Վեր մենակ արցախցիներ Ուզում դրան բացատրությունը Այդ պայմանը առաջին ես եմ տիրալ վեր եթե գործանենք այս ֆորմատով գործանենք Ինչու որովհետև Ղարաբաղցի տաղանդավոր շատ մարդիկ կան վեր ճինանչվում չեն պայմանը առաջինը նա էլ վեր մուկ տանք այս պրոյեկտը X գումարով վեր նույն պրոյեկտը կարող է անել Հայաստանի մեր տեղական բեները, բայց էլի մին X գումարով, վերի որակը երբեք զիջալ չի այդ որակին, Այսինքն ես պայմանս են ալել, ես նահաշտան Արցախից եկած մասնագետն են կարին այդ որակը տան, ինչ վեր Հայաստանի մեր հնգերունքը մեր գործընկերները։ Հենց դրան հետ է հարցից իմաստը, վերստեղ պայմանը անձնական կմահաճույք չի, տարբերություն չի, այլ զուտ մասնագիտական հնարավորություն։ Դա շատ ողջունելի է Տիգո ինչ հարցավ, այսինքն դու եւ քու գործընկերներդ ֆոկուսի մեջ մտածում չեք միայն ձեր այդ թիմի առաջընթացը զարգացումը ապահովելու հարցում, այլ նաեւ փորձում եք մյուսներին հնարավորություն տակ ինքնադրսևորվին եւ իրանց նշան ստան։ Դա գումթա շատ լավ գործ է։ Իհարկե, պահինչ։ Շատ լավ։ Իսկ եթե մի հատ ստի խոսում ենք, ասում եմ, նախագիծ կա, ինչպես նաև ընտանեկան միջոցառումներ ապեն, ուզում եմ մի հատ հասկանամ ստուդին հետի կա, ինչ-որ ցանկություն, ավելի շատ նախընտրելի ճանապարհ, վերմունք ավելի շատ սա ենք նկարում, սա անում չենք, թե փորձում եք ամեն պատվեր վեր ձեր բեներին համապատասխանում է, փորձում եք ընդունիք ու անիք։ Չէ, աշոտ, հիմնականում հանցանում ենք վեր հասկանալի իրավիճակներից ելնել, ավելի Այսինքն ընտանեկան միջոցառում վերինի կարինք դիմինք թատուկ մենակ նախագծեր ավակ զբաղված։ Չէ, իհարկե դիմում են, միջև մենք անում ենք, դուզա պայմանն են, ասինք Արցախը մի պատար ուրիշ է այլ, այստեղ հասկանալի պատճառներով մի պատար ուրիշ է։ Նախագծերն էլ ենք անում, միջոցառումներն էլ ենք անում, հարսանեկներն էլ ենք անում։ Կստացի մեր տեղահանված մարդիկ վերեն են մխլամարտ վերտուսին եկա Ռուսաստանն, լաժը Ռուսաստանն են կեցալ նոր եկալ, էլի իրանք մզում կանչում, ասում լավ այդ երկու կապեք գումարը տանք, լավ այդ գումարը տանք ձեզ, դուք ձեր հարցերը լուծացնիք, ընդհանուր կալի այդ կապը։ Տիգո, այս մասնագիտական գործունեությունից բացի վերմունք արդեն գումունք մեր ֆոկուսը կա Երևանում գործ անում ու բոլորի հետ համահավասար փորձում համագործակ, ցես ամեն ինչից բացի նաև մեր արցախյան զրույցներում մենք խոսում ենք Արցախի մասին, Արցախում ապրած տարիների մասին, դու ինձ հետ եւ գումթա բոլորի հետ այն կերպարնս ու վեր մինչեւ վերջին վարքյանակ ընթարթստի հույսը սիրալ պահելիս ու միշտ մտածել ես սիրալ Արցախի բարօրության մասին։ Հա, լավ աննա, ամենալավ տարածված բառն է, դիմարտիկ լալենի վեր միշտ ասեցին, լոխ լավանա, ժողովուրդ մտածիկ ոչ։ Դրանց ամիններ դու սիրել։ Իլալատիպ։ Մենք ուզում ենք հատար ստիմոտովի տեղափոխվենք այդ ժամանակահատվածն են։ Նախ
Սի քայլ ենք կամակինամ։ Նախ 2020 թվականից հետո այդ լավինելը վեր շատ է արդեն շրջանառության մեջ իլել։ Ինչներ է քեզ հոգեպես այդ ոգին տալիս։ Հիմա խոսում չում, դու հյուրն այդս համագործակ ցաշտեղս գործրալ, ինչ հնարավորություններ է, դրա մասին չի խոսք, այլ ներքին հոգեվիճակի մասին է խոսքը։ Դու ինչ ես իսլել հվտալիս եւ ինչ ես իսլել ուզելիս վերաբերել։ Աշոտ կարճ ասիմ երկու բառով էկրանին հիշիլավ։ Էկրանին հիշիլավ են ինչ տեսալն վեր մարդիկ ինչ ձևին ուժ տինում, ինչ ձևին հոգի տինում, ինչ ձևին կռևանում, ինչ ձևին օզում վերել ամեն ինչը լավ է, ինչ ատմոսֆերա է, ամեն մարդ հունցալար գործներ, այս տարից հետո ասում լավ է լինական все-таки։ Այդ հավատը կստանալիս։ Հա, իհարկե։ Դե 20 թվականին պատերազմին եք 44 օր շարունակ, սկզբից մինչև վերջ, մինչև ու հետո էլ դու հենսել այլ որպես օպերատոր էլ գործնելիս, ու արդեն պատկերացնում եք 44 օրվա ընթացքում ինչ նկարահանումներ ալել եւ ինչեր ես տեսավ, դու զա հաղորդումը հերիք չնական այդ քանի մանրամասն, բայց դրա մասին շատ խոսենք վեճ խնդրում։ Կարինք շատ կարճ խոսենք։ Օրինակ, եթե երկու բառով ինչ դրվագ էս պահին կհիշիս, ես մենակ մի պենք արեմ հիշին վեր տա իմ կյանքիս մեջին տա այնա տպված ու տա ջինջվիլու չլի վեր հնգերդ զանգատամ քիզրա այն հնգերդ վեր իրան հետ կյանքս ապրալ այն հնգերդ վեր կյամ լեսա կյամ տեղ ասում իմաց չկա լի կյալի են ինչ քեզ հարկավերա մասնագիտությամբ էլ հնգեր դիել հնգեր վեր կյամում էսա պեն ոշում ասում պետք չի ասլի ինչ հարկավերին ես նկարելում կազմակերպելում տողորց ասիմ ղարկին բայց չէ կյամանք ոչում կյամն է տղեկը ու իրանց խնդիրայինում վեր կոնկրետ պիտի քյակ էս տեղը նկարի կյակ այդ տղեկը կինաման այդ տեղը կյամ դիմավորումս ճանապարհում ամենափիս զգացմունքներ ավելի վեր մարդը կարող է կինայել իդ կյավեջ դա կարող է ինիքու վերջի տեսնել այդ հնգերիդ Ղարկումս այդ մարդին հերու տեղ ու այդ մարդը կինամա անհասանելի տերն ժամերավ կավեջ օրավ համարյա կավեջ յուրան ախպերնազանք տան պաշտեղա ունցն ինչն լավ այնական վենն լավ գյուղացունցայս ինչ ես ու դա իլալային ամենադաժան օրերան մինը վեր սպասելիս եմ լաստի Ղարաբաղ ծոսածասերների իագիմ ինչ վիճակ այմս ու կյամալի հնգեր էտ նորից քնզմած ցխուտ ապարատը ցերքին բայց դա մին աշխարհ է մի հատ կադրանը հաշտան վեր այդ կադրը սա աշխարհը մինա տերավ վեր կադրի մասին է խոսքը ազգային հերոս արցիլերին են կադրը հասկացի հա ու այդ կադրը ու ամեն ինչ ինքը այնքան մասնագիտական ապենանում լավ լուխ նորմալ է մի հատ կոմպյուտեր տո շուտ էս նկարը обработка անիմ պիտի տղարկիմ լի այդ նկարը աշխարհնա գեներալ տեսալ ու այդ նկարը Այդ նկարը մարդիկ նաև ոգեշնչվել են խոսքը Ալբերտի մասին է ես ինչքան հասկացի ազգային հերոս Ալբերտի մասին է ու այդ նկարը իմ հնգերս սիփանը ու տանից հետո ասում սոլիդ դուք ձեր միսիան խնդրում ավարտացինիք քեցիկլի բոլա դա էլ ամենադժվար ժամանակահատվածը գիտեմ ես կարող հնգերետելինի վեճ Սի պատմություններ շատ կա ու լողջին կողքեն կա, բայց նաև մեր Ալբերտի նկարը իհարկե մենք մոռանում չենք, որը վեր ժողովրդին շատ մոծ հույս է տվալ, շատ մոծ հավատաններ շնչալ ու շատ տեղին է դուզն ասած, որովհետև այդ մի հատ կադրի մեջ մի հատ հայի անկոտրում ոգի է, դե այդ ամեն ինչը պարզ է, պատերազմական իրավիճակ կա, դժվարություններ է պիտի հաղթահարենք։ Հիմա նաև Միգուցե ստիկ եկան հսալ քու զգացմունքային ավելի հոգեբանական կետերի հսալ, բայց նաև ինչու՞ չէ, պահը օգտագործենք, էլի հետ քինանք 20 թվականից առաջ, կարինք շատ ավելի վաղ տարիներ քինանք, Տիգրան Պետրոսյանը վեր իլելա դպրոցական, գիտեմ պատանեկան տարիներ եւ այլն, դիգո քո ամենաշատ սիրելի տեղը վերնա վերսը մենք շատ փիս կարոտում ես։ Դա իմ գյուղի սրբավարն է, մծնանը։ Վեր գյուղի մասին է խոսքը։ Խնաբադ գյուղի։ Ահա
Դրանից են ես այս պահին վեշում բեն ուզում չեմ տեսնել։ Այսինքն սա մենք վեր դու հենինից հնարավորությունի քեզ քինելի առաջինը քինանս։ Հա, դա ամենաառաջինը քինելով տեղ ու իմ գերեզմանն իմ սրբավայրերս։ Դա մի ուրիշ աշխարհ այնտեղ։ Ծմակ, սրբաքարեր, պատկերներ, քարանձավ, սառը ջուր։ Մի հատ ստի շատ հետաքրքիր հարց, ինչ է դիա մարդ օզում վերադառնա սրբավայր եւ գերեզմաններ։ Ինչ է կանչկա երևին դա, կարի չեմ ասեմ, երևի։ Ավելի շատ եւի արմատների կանչնա վեր օզումս պատմություն մոռացած չինից լի։ Հա, դա էտա։ Շատ լավ։ Այդ ամեն ինչով հանդերձ, ինչոնից մեր զրույցը ընդհանրացնելի հետի որպես խոսք, ոչ միայն դա կարող է լինի ոչ միայն մասնագիտական քու գործընկերներիդ վերաբերալ, այլ նաև ընդհանուր ազգին, հայ ժողովրդին։ Պատկացիկ լավ այնական, մի նոր լավ այնական։ Իհարկե այդ հավատը շատ կարևոր է։ Մունք հաջողություններ ենք մաղթում քեզ եւ անձնական գործունեության մեջ եւ Focus Studio-ի գործունեության մեջ։ Շատ շնորհակալ եմ։ Օզում վեր ամեն տարե, եթե ոչ ամեն ամիս, ամեն կիսամյակ թեկուզ մին մծ քայլ առաջ քինանք։ Մի մծ քայլ առաջ քինակ ստուդիան ինքը ել ավելի ընդլայն վեր շտանա եւ նախագծերներ ու գործերը շատ ավելի լինի։ Դուզյա մունքսոր կրենք նաեւ խոսենք վեր ստուդիան մենակ նկարահանումով չի ու մոնտաժով չի զբաղված, այլ նաեւ տարբեր կազմակերպչական հարցերով, այլ միջոցառումներ եւ այլն եւ այլն։ Ամենայն դիմեցի կնանանք։ Հա, ամենայն ուրախությամբ եւ մեծ հավատով բոլորին հաջողություն ենք մաղթում եւ ուշադիր հետեւելու ձեր գործունեությանը։ Հարց չկա։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ վեր տաղավարում հյուրընկալանք Տիգրան Պետրոսյանի Focus Studio-ի հիմնադիր եւ իհարկե Տիգրանին հետ զրույցը ընդհանրացնում ենք նրան վեր մունք միշտ պիտի արմատներին կապված լինենք, որովհետեւ արմատների հետ կապված ու պատմությունը պահելա մունք ավելի ուժեղենք, ավելի կայունենք, ավելի հասունենք եւ արմատները պահելով միմիայն մունք կունենանք ապագա։ Բարի առավոտ։